Ձեր կարծիքով ինչու է Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը Գրեյք բառապաշարով հարձակվել եկեղեցու վրա։ Ինձ թվում է նախընտրական կամպանիա ուրիշ ոչ մի դուրս բան չկա։ Մեր երկրի վարչապետը պետք է գռեհիկ չլինի, պետք է լինի շատ պարկեշտ, գեղեցիկ խոսքեր օգտագործող անձնավորություն։ Այդքան բան։ Ինչքան ես հասկացել եմ մեր եկեղեցուց, մեր եկեղեցին էլ այդքան սուրբ չի, բայց իրանց արածն էլ այդ նորմալ կիրթ մարդու վարվելակերպ չի, իրենց չի համապատասխանում երկրի ղեկավարը այդ բառապաշարով իրավունք չունի հանդես գալու։ Իրանց դաստիարակությունն էլ այ ինչ կարամ ասեմ։ Իրանք ուրիշ բառապաշար չունեն, այդպես։ Երկրորդը ինչքան իրանք են, ոչ թե իրանք են մեղավոր, այլ ազգն է մեղավոր, ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է ընտրել իրան, չէ՞։ Ուրեմն իրանք արժանի են մեկը մյուսին, ժողովուրդին էլ իրան էլ։ Ժողովրդի մեծ մասը միշտ հիմա պաշտպանում է, սատարական գնում, չէ՞։ Ինչ եք ուզում։ Իրանք էլ ինչ կուզեն կանեն։ Ես ինքս եմ ընկճված այս իրավիճակից, այս անմարդկային, այս գռեհիկ, այս պատմություններից։ Եկեղեցին այնց բան է, որ չի կարելի նման վերաբերմունքի արժանացնել։ Այդ արդեն ցույց է տալիս իր, չգիտեմ, ինչն է պատճառն եղել, որ ինքը իրեն տենց ապարել, բայց չի կարելի, գտնում եմ, որ սխալ է։ Մի քիչ պատիվ եք անում, որ ազգանունով եք դիմում, վարչապետի աթոռ զբաղացնող թուրքահպատակ, ճշտենք նաև ռուսիա թուրքահպատակ, մեր այսօրվա ղեկավար կոչվածին։ Ըստ երևույթին պատվեր է կատարվում, պատվերը գալիս է վերևից, ոնց որ միշտ անում է այն, ինչը որ մեր ազգին դեմ է եւ իրան թելադրում են կամ Կրեմլից, կամ Թուրքիայից։ Դա է պատճառը, այլ պատճառ չեմ տեսնում։ Ժամանակն է արդեն ռուսական իմպերիայի փլուզումից հետո նաև ազատվել մեր ներքին չարիքից, ներքին թուրքից, որը հենց հավաքական կերպարը պետք է տեսնել Նիկոլի եւ իր կնոջ մեջ։ Գիտեք ինչ կա, ես ասեմ սենց, եթե նա աթեիստ է, աթեիստը շատ նուրբ գիտություն է, ես էլ եմ աթեիստ։ Բայց աթեիստ լինելու համար մարդ պետք է մի քիչ կուլտուրա ունենա, հասկանալով նա ինչա քարոզում եւ ինչա խոսում։ Իր արտահայտությունը գիտեք ինչ կա, ասում են «За что боролись, на то и напоролись»։ Մենք ինչ ուզում ենք, մենք այդ էլ ստացանք։ Ինքը ցույց է տալի մեր եղած հասարակության եւ մեր եղած իրականության երեսը։ Ինքը հենց այնպես չի, որ ինքը սենց բառ ասեց ու մենք սաղս ստեղ ենք, ինքն էլ ընդեղ է, չէ։ Ինքը եթե կա, էդի մենք ենք մեղավոր, որ բերեցինք մեր ուսերի վրա, իրան բերեցինք։ Ու իր լինելը ապացուցում է, որ մենք մեր ազգը հայ ազգը պատմական ոչ մի ուղի ու ոչ մի հարստություն եւ ոչ մի գիտություն չենք ունեցել։ Ոնց կարա Վիկտոր Ամբարձումյան, Անանա Շիրակացի ազգը ամեն ինչը մոռանա ու Նիկոլը դառնա վարչապետ էս երկրի։ Եկեք մի քիչ հետվեք ալենք։ Եթե դու աթեիստ ես, ես հասկանում եմ, ես էլ եմ աթեիստ, բայց ես երբեք չեմ արտահայտվի, որտեվ ես գիտեմ, կարող է իմ ընկերոջ մայրը հավատք ունի։ Եթե դա ինքը թույլ տվեց իրան, թող աթեիստ լինի, բայց եթե թույլ տվեց այդ մակարդակով ասել, ուրեմն ինքը գիտի, որ մարդիկ կան, որոնք կլսեն ու կասեն. «Օհ, մալադես Նիկոլ, օհ» ու բան կանեն։ Իրոք ոնց կարելի է տենց հանդուրժել, այդ ամեն ինչը կուլ տալ, ուրեմն ինքը արժանի է։ Ասում են каждый народ достоин того правительства, которое оно имеет։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի վարվել։ Ամեն դեպքում մարդու հետ վարվելա ձևը, ով ուզում է լինի, ուզում է եկեղեցու տերը լինի, ուզում է սովորական հասարակ քաղաքացի լինի, պետք է նորմալ ձևով հետ վարվես։ Հայյանքս որն է, անկախ ամեն ինչից, մարդկային ձևով պետք է վարվել մարդկանց հետ։ Եթե ղեկավարը առավել ևս ինքը ընդհանրապես պետք է մոտեցումը կուլտուրական լինի ամեն դեպքում։
Ոչ տեսնում եմ, ոչ էլ ուզում եմ տեսնեմ իրենց։ Չի կարելի, ընդհանրապես այդ չի կարելի։ Պետք է հարգել եկեղեցիներին, տերհայրներին։ Իշխանության գալու ժամանակվանից դուք իրանց իր եւ տիկնոջ վերաբերմունքը, իրանց ամբողջ խմբակցության, ուսակցության վերաբերմունքը եկեղեցու հանդեպ ոնց էր։ Նույնն էր ուղղակի առանց բարերի։ Քիչ-քիչ որ լսվում է բաժակը, չէ, պետք է թափի։ Արդեն իրանց մոտ այդ վիճակն էր։ Հիմա ավելին սպասեք, որ աշխարհում մեկ արդեն որ խայտարակվել ենք այդ հետ, որպես առաջի քրիստոնեական ազգ, ոչ թե ազգ, այլ պետականորեն ընդունած կրոն, բայց արդեն ուրիշ ձևի խայտարակ են գնելու։ Ուրիշ չկա տենց աշխարհում հողագնդում մի կտոր, ովքեր ոնց ասեմ, դավանում են ինչ-որ մի հավատքի հիմնականում։ Մեր հավատքը առաքելական եկեղեցին է։ Այս սեկտաները բանստը հավաքվում են այս կոմենքում, դրանք ոչ մի բան չեն ներկայացնում, չեն էլ ներկայացնել, ուզում եմ դարեր անցնել։ Չեն ներկայացրել մինչև հիմա, էլի չեն ներկայացնելու։ Այսինքն դու դրսից ստանան իրանց փողերը, sense իրանք իրանց վաճառեն, սատանուն ու ապրեն։ Մեզ էլ իբրե խափում են, չեք կարա մեզ խափեք։ Մեր խաչը միշտ էլ մեր վզին է։ Բայց էլ բեթալից ազատի Աստված, ուրիշ ինչ անենք։ Ուրիշ ինչ անենք ազգովի։ Կամ ասում մեկին առաջարկեք։ Սաղ մեկ են էլի բացի ձեզնից։ Բացի ձեզնից մնացածը սաղ մեկ են։ Այդ մեկը բոլորն է։ Ոսես պատահական բռնենք, այնքան որ ասենք գրել կարդալ իմանա։ Դրա այդ մեկտեղ մի քիչ էլ հասկացողություն էլ ունենա հերիք է, որ այս երկիրը ժամանակավորապես մոտիկ այնի։ Պատկերացնեք ինչքան էժան բան եմ ասում։ Շատ էժան բան, բայց արդեն այդ վիճակն է։ Թե չէ այլապես, էլ ինչ եկեղեցի, էլ ինչ պետության մասին է խոսքը, ինչի մասին եք խոսում, այդ սիրուն բարերի, այդ տուրիստների, ժամանակավոր հաճույքներ է։